պարզապես։ Կին Հակոբյան, գրասենյակ չեք ունեցել 168 ժամ, բայց փաստացի կառավարությունն է կարծեք ֆինանսավորել կրթելը, նորաձևը, շարժումը։ Սրա առնչությամբ ձեր դիտարկումները եւ հաշվի առնելով, որ այս վերջին շրջանում ձեզ հետ հնարավոր չի այսպես հարցազրույցներ, ուղիղ այսպես ֆորմատներ իրականացնել, խուսափում եք լրագրողների հարցադրումներից, մեկ էլ անհամարական եք այսպես արձագանքում, դրա համար հիմա հարցեր կան կուտակված, ես ձեզ խնդրում եմ նաև անդրադառնալ օրակարգային մի շարք հարցերի, որոնք ուզում են բոլոր քաղաքացիներին։ Այդ թվում օրինակ նախորդին լրացել է Սոնա Մնացականյանի ներողություն եմ խնդրում, ես ներողություն եմ, կարող եք ասել, բայց ես խնդրեցի եւ խնդրեցի հարգել իմ խնդրանքը, կարող եմ ինձ վերաբերող հարցին պատասխանել, կարող եմ ինձ վերաբերող։ Եթե ուզեի, նախապես այդ հայտարարությունը չէի անի եւ ձեզ չէի խնդրի։ Ես հիմա ասեցի, այլ հարցերի չեմ պատասխանում։ Հիմա ազատ եք, կարող եք, եթե ձեզ չի հետաքրքրում այն ինչի մասին հիմա ես ասում եմ, ազատ եք, ընտրությունը ձերն է, ինչ վերաբերվում է կրթվելը, նորաձևը, շարժումը չի ունեցել ֆինանսավորում եւ կառավարությունը չի ֆինանսավորել կրթվելը, նորաձևը, շարժումը։ Կրթվելը, նորաձևը, շարժումը մինչեւ այսօր գոյություն ունի, կրթվելը, նորաձևը, շարժումը չի ենթադրում որևէ ֆինանսական շարժ։ Կրթվելը, նորաձևը, շարժման շրջանակում կառավարության ներգրավվածությունը եղել է բացառապես Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որպես բանախոս հանդես գալու ժամանակ եւ կառավարությունը ոչ թե շարժումն է ֆինանսավորել, այլ կառավարության ղեկավարի մասնակցության մասն է ունեցել ընդհանրապես կրթվելը նորաձևը շարժումը չի ֆինանսավորվում, չի ֆինանսավորվել եւ չի ֆինանսավորվելու դա հասարակական շարժում է, հանրային շարժում է եւ չի ենթադրում ֆինանսավորում։ Մինչեւ այսօր կրթվելը նորաձևը շարժումը չունի որևէ գրանցված մարմին, որը կարող է ունենալ հաշվապահություն եւ այլն եւ այլն։ Իմ քայլը հիմնադրամը ունի կրթվելը նորաձևը շարժման աջակից ծրագիր, որը հաստատված է Հոգաբարձուների խորհրդի կողմից, որը իրենից ներառում է, ենթադրում է 6 տարբեր փուլով ծրագրեր։ Դրանք շարժման աջակից ծրագրեր են, որոնց մեջ մտնում են ակումբները, ինչպես նշել են լրատվամիջոցները, կրթաթոշակները, մեծ ոչ ուսանողական տարիքում գտնվող մարդկանց, որոնք հնարավորություն ունենան նորից սովորելու, լրագրողների մասնագիտական վերապատրաստման դասընթացները, դրանք բոլորը կրթվելը նորաձևը շարժման աջակից ծրագրի կոմպոնենտներ են, որը հաստատվել է հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կողմից։ Տարբերությունը պատկերացրեցիք։ Ձեր բարձրաբանումը ես լսեցի, ինձ հետաքրքիր է նաև հիմնադրամի անանուն նվիրատուների հետ կապված հարցը, որովհետև դա էլ է բավականին տարօրինակ, այս ընթացքում խոշոր նվիրատություններ են եղել անանունության հետ։ Սա խնդրահարույց չէ համարում։ Տեսեք, առհասարակ ոչ միայն իմ քայլը հիմնադրամը, ընդհանրապես բոլոր բարեգործական հիմնադրամները գործում են եւ դրանց էությունը եւ փիլիսոփայությունն է նվիրատվությունների միջոցով ծրագրեր իրականացնելը։ Իմ քայլը հիմնադրամը գործում է ի շնորհիվ մեր բոլոր նվիրատուների մեզ փոխանցած նվիրատվությունների, որոնց շնորհիվ, որոնց աջակցությամբ մենք կարողանում ենք իրականացնել հսկայածավալ ծրագրեր եւ կարողանում ենք օգտակար լինել մարդկանց։ Միևնույն ժամանակ նվիրատուն ինքը ունի իրավունք ընտրելու ուզում է անանուն մնալ, թե հրապարակվի իր նվիրատվության չափը եւ իր անունը։ Դա նվիրատուի իրավունքն է, որը նույնպես մենք պարտավոր ենք հարգել, ինչն էլ եւ անում ենք, ոչ մի խնդրահարույց բան չկա։